2025 թվականին հայկական գինիների արտահանումը արժեքային արտահայտությամբ աճել է 13%-ով։ Բարձր գնողունակությամբ և գինու սպառման մշակույթ ունեցող եվրոպական շուկայում հայկական գինիները վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն, սակայն արտահանման ծավալներով Ռուսաստանը դեռ շարունակում է մնալ հայկական գինու հիմնական շուկան, նշում է հիմնադրամի տնօրենն ու ամփոփում նախորդ տարվա կատարված աշխատանքը։ Մենք ծրագրեր ենք իրականացնում խաղաղության և գինեգործության զարգացման ուղղությամբ, հայկական գիների առաջ մղման ուղղությամբ, գինու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, փորձում ենք ամբողջ տարին արդյունավետ ծրագրեր իրականացնել, որպեսզի էլ ավելի ոլորտը ակտիվ լինի և մենք էլ ամուր քայլերով շարժվենք առաջ։ Մասշտաբային և կարևոր ծրագրերից Զարուհի Մուրադյանն առանձնացնում է խաղողի տնկարկների ռեեստրի ծրագիրը, որով սահմանազատվել, քարտեզագրվել և գույքագրվել են խաղողի այգիները։ Յուրաքանչյուր տնկարկի համար կազմվել է անձնագիր և մուտքագրվել միասնական թվային համակարգ։ Այն պատրաստ կլինի արդեն գարնանը, սակայն ամբողջությամբ կգործարկվի 2027-ին։ Հարթակը հնարավորություն կտա կարգավորելու բերքի իրացման գործընթացը։ Մթերման գործընթացը կիրականացնենք հարթակի միջոցով, սա կօգնի մեզ, որպեսզի մենք վերահսկելի դարձնենք ամբողջ խաղողի արտադրության process-ը և նաև համապատասխան գինու և կոնյակի արտադրությունը, նաև հնարավորություն մեզ կընձեռի պետական աջակցության ծրագրերը իրականացնել հենվելով տվյալների վրա։ Այս տարի ևս հայկական գինիները կներկայացվեն միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում։ Դրանք հարթակներ են, որտեղ Հայաստանը դիրքավորվում է որպես հնագույն գինեգործական երկիր, աշխարհի ամենահին հնձանով, հարյուրավոր տեղացին սորտերով և սերնդեսերունդ փոխանցված գինեգործական ավանդույթներով։ Արդյունքում հայկական գինին ներկայացվում է ոչ միայն որպես ալկոհոլային խմիչք, այլև շշալցված մշակույթ, պատմություն, ժառանգություն և ազգային արժեք, վստահեցնում է հիմնադրամի տնօրենը։ Wine Paris ցուցահանդեսից հետո անմիջապես մարտին նաև կմասնակցենք Ճապոնիայի Food-X ցուցահանդեսին։ Ճապոնիան ևս հետաքրքիր և գինու սպառման ուղղությամբ զարգացող երկիր է, անցած տարի մասնակցեցինք, բավականին մեծ հետաքրքրություն կար հայկական գինիների նկատմամբ, եթե անցած տարի 10 գինեգործական ընկերությունների մասնակցում, այս տարի ունենք արդեն 17 ընկերություն։ Իհարկե, տարվա ամենանշանավոր միջոցառումը կլինի Կոնկուրս Մոնդրեալ դը Բրյուսելը, աշխարհի ամենախոշոր գինու մրցույթը կամ գինու Օսկարը Հայաստանում հյուրընկալելը։ Մեր երկրի ժամանած հյուրերը կմասնակցեն տարբեր միջոցառումների, կայցելեն գինեգործական ընկերություններ և խաղողագործական շրջաններ։ Հայաստան կայցելեն 65 երկրից շուրջ 400 փորձագետ, ծրագիրը 5-օրյա ծրագիր է, մենք փորձել ենք հնարավորինս շատ ներկայացնել ոչ միայն մեր գինու ոլորտը, այլ նաև Հայաստան, իր զբոսաշրջային ուղղությունները, մեր մշակույթը։ 2026-ին լրանում է հիմնադրամի գործունեության 10 տարին։ Մուրադյանի խոսքով, որպես պետական կառույց, այն բարձրաձայնել է ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղված ծրագրեր մշակել և իրականացրել։ Արդյունքում ոլորտը դարձել է ավելի հետաքրքիր։ Եթե 2018-ին ոլորտում գործում էր շուրջ 25 ընկերություն, ապա այսօր դրանց թիվը հասել է 178-ի։ Գինեգործական ընկերությունների շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը դարձել է նաև զբոսաշրջային գրավիչ ուղղություն։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։